Ինչպես եւ խոստացել էինք գովազդից առաջ, մեր հյուրն արդեն մեր տաղավարում է։ Մեր տաղավարում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ում բազմիցս հյուրընկալել ենք տարբեր թեմաներով։ Կառավարությունը որոշել է լուծել անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց զբաղվածության հարցը Հայաստանի 2 մարզերում։ Որ մարզերում ովքեր կարող են դիմել եւ իրականում ինչպես է լուծվելու նրանց աշխատելու հարցը, կմանրամասնենք մեր հյուրի հետ, պարոն Սարգսյան, բարև ձեզ, բարի լույս։ Բարև ձեզ։ Մենք գիտենք բնականաբար որ մարզերում է լինում, բայց ձեզնից լսելը կարծում եմ ավելի կարևոր է։ Նախ բարձենք որ մարզերում է լինում եւ հասկանանք ինչ տարբերություն կա, ինչ սկզբունքով է եւ ինչ սկզբունքների տարբերություն կա նախորդ զբաղվածության ծրագրերի համեմատ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, կարևոր թեմա ենք քննարկելու, որովհետեւ առաջին անգամ ենք նման ծրագիրներ դնում եւ միանգամից 2 նմանատիպ ծրագիր են ներդրվում, պիլոտային 2 մարզերում, Կոտայք եւ Սյունիք եւ նպատակը այն է, որպեսզի տեսնենք թե այդ մարզերում ինչպես կաշխատի եւ իրեն արդեն ապստրայենք այլ մարզերում եւս։ Որն է ծրագրի նպատակը, եթե նպատակի մասին խոսենք, նպատակը հետևյալն է։ Անաշխատունակ այն անձինք, ովքեր անապահովության համակարգում գրանցված այն անձինք, ովքեր աշխատունակ են, բայց նպաստ են ստանում, օգնենք իրենց, որպեսզի իրենց հանապազորյա հացը վաստակեն աշխատանքով, այլ ոչ թե շարունակեն ստանալ նպաստ։ Ամբողջ շեշտադրումը դրված է աշխատունակության վրա։ Եթե մարդը աշխատունակ է, ի վիճակի է աշխատել, ինչու չաշխատել։ Եվ հենց այս ծրագրերի նպատակը այն է, որ աջակցենք որոշ դեպքերում գործատուներին, որոշ դեպքերում հենց իրենց, որպես իրեն կարողանան տարբեր ուղղություններով իրենց որակավորումը բարձրացնեն, փորձ ձեռք բերեն, գործատուի մոտ պրակտիկա անցնեն, ուսուցում անցնեն կամ ներգրավեն վարձատրվող հասարակական աշխատանքներում։ Նպատակը այն է, որ իրենք ակտիվանան աշխատաշուկայում, սկսեն վաստակել եւ երկարաժամկետ նաեւ աշխատունակություն ունենան։ Իսկ ինչ չափորոշիչներով է որոշվում, թե ով է աշխատունակ, ով ոչ, եւ արդյոք դրանից հետո այդ գումարից անապահով ընտանիք լինելու նպաստից կզրկվեն մարդիկ, թե ոչ։ Երկարաժամկետում բնականաբար զրկվել թե չզրկվել է նպաստից կախված է եկամտի չափից եւ մի շարք այլ գործոններից եւս, որովհետեւ կարող է օրինակի համար անգամ եկամուտը բարձր լինել, բայց այլ ցուցանիշներով ինքը շարունակի ստանալ նպաստ։ Ենթադրենք հաշմանդամություն ունենալու հանգամանքը, երեխաների քանակը, տարբեր ցուցանիշներ կան, որոնք համ ավելացնում են միավորը, համ նվազեցնում են միավորը, որոնց արդյունքում հանրագումարով իրենք որակվում են որպես նպաստառու։ Ինչ վերաբերում է աշխատունակ լինելուն, ապա այս մասով կան եւս չափորոշիչներ, մասնավորապես զբաղվածության մասին օրենքով ունենք սահմանումներ, թե ովքեր են համարվում զբաղվածներ, այսինքն հակառակ պարագայում ովքեր են համարվում գործազուրկներ եւ ունենք տարիքային շեմ, թե որ տարիքն է համարվում աշխատունակ տարիք, այս տրամաբանության մեջ է ամեն ինչ դիտարկվում։ Նաեւ հաշվի ենք առնում աշխատունակ ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով իրենց եկամուտների չափը, որը բանաձև կա, այդ բանաձևով է հաշվարկը իրականացվում, կարծում եմ նպաստառուները շատ լավ տեղյակ են այդ բանաձևից եւ իրենք են արդեն արագ հաշվելու, իրենք այդ ծրագրից օգտվելու պարագայում ինչ որ ժամանակ հետո արդյոք կզրկվեն նպաստից թե ոչ։ Եթե կզրկվեն, դա մի բան է նշանակում, իրենց եկամուտները բավականին է, որ իրենք կարողանան առանց նպաստի շարունակեն իրենց կենսակերպը։ Վերջապես նրանք աշխատաշուկա են արդեն գործել, եթե միտեղ նրանք աշխատել են, հաստատ առաջարկը երկրորդից երրորդ տեղից կարծում եմ պիտի որ չուշանա։ Փորձ են ձեռք բերելու։ Չէ՞ որ մենք իրենց ժամանակ ենք տալիս, հնարավորություն ենք տալիս։ Եվ այդ ժամանակի հնարավորության ծախսերն է պետությունը իր վրա է վերցնում, որպեսզի նաև գործատուներին հեշտ լինի ընտրություն կատարել եւ իրենց ընդունել աշխատանքի։ Նպատակը գլոբալ առումով հենց այդ է, որ իրենք ակտիվանան աշխատաշուկայում եւ երկարաժամկետում ունենան աշխատանք։ Պարոն Սարգսյան, ուսուցման ձևաչափ, ուսուցման կոմպոնենտ կա, ինչ հիմնական կարիքների պահանջներ կան շուկայում, որոնց շրջանակներում ուսուցման ձևաչափ է կիրառվելու։ Աշխատաշուկայի հիմնական պահանջները որոնք են, էլի որ մասնագիտությունների մեջ ավելի ճիշտ կլինի ձևակերպելը։ Նախ տարանջատենք 2 ծրագիրը։ Ծրագրերից մեկում է որ կա ուսուցում, այսինքն որը որ վարձատրվող հասարակական աշխատանքներ են, իրենք միայն ուղղված են հասարակական աշխատանքներ իրականացնելուն, բարեկարգման, նորոգման, այգիների, պուրակների, դպրոցների, այսինքն իր թիրախումբը լրիվ այդ է եւ այնտեղ մեկ աշխատանքային մարտ օրվա համար իրենք վարձատրվում են։ Մեկ այլ ծրագիր, որը որ դուք օրինակով նշեցիք, ուսուցման հետ կապված, ինքը նախատեսված այն դեպքերում, երբ որ մեր շահառուները, այսինքն նրանք, ովքեր այս բանի նպաստառու են, բայց աշխատունակ են եւ կարող են աշխատել աշխատաշուկայում, իրենք անհրաժեշտություն ունեն որոշակի ժամանակահատվածում իրենց վերապրոֆիլավորվելու, ուսուցում անցնելու։ Ուսուցման
ուղղություններ որպես այդպեսին չենք սահմանափակել։ Այսինքն ցանկացած ուղղությամբ կարող են իրանք ուսուցանվել, եթե գործատուն այդ ուղղությամբ ունի թափուր հաստիկ եւ պատրաստ է այդ հաստիքում իրենց համալրել, իրենց ընդունել աշխատանքի։ Ամբողջ պահանջարկը մենք թողնել ենք գործատուն։ Գործատուն է դիմում մեզ ի որ քարտակի միջոցով, այսինքն ամեն ինչ on-line է լինելու, թղթային տարբերակները կարելի ասել գրեթե ամբողջությամբ դուրս է բերվել, ամեն ինչ իրականացվում է on-line տիրույթում, գործատուն ներկայացնում է իր թափուր հաստիքը եւ նաեւ իր պահանջը, որ այդ թափուր հաստիքը ուզում է համալրել այն անձի միջոցով, ով օրինակի համար կբավարարի իր պահանջներին։ Եվ այդ պահանջների շրջանակներում մենք դիտարկում ենք, թե մեզ մոտ հաշվառված նպաստառում այդ պահանջին բավարարելու համար ուսուցում պետք է անցնի, թե ոչ։ Եթե պետք է անցնի ուսուցում, նաև գործատուն է որոշում, թե որտեղ անցնի ուսուցումը։ Հենց անձամբ իր մոտ, թե իր կողմից մատնանշած ինչ որ կազմակերպությունում, որտեղ իրականացնում են ուսուցում։ Եվ այդ ժամանակահատվածը մենք դիտարկել ենք 5 ամիս, մաքսիմում 5 ամիս, իհարկե կարող են լինել ծրագրեր ուսուցման, որոնք ավելի կարճ են։ Այսինքն մաքսիմումն է 5 ամիս, պարտադիր չէ 5 ամիս անցնի ուսուցում։ Մինչև 5 ամիս։ Մինչև 5 ամիս։ Եվ այդ մինչև 5 ամսվա համար նախատեսվում է 250,000 դրամ։ Կարող է լինել ծրագիր մեծ արժեքով ավելի շատ գումար մի անգամից տրվի 1-2 ամսվա ընթացքում։ Տրվում է ներողություն ում, ով որ սովորում է թե գործատուին է տրվում, եթե գործատուն ինքն է իր մոտ է անցկացնում, ստացվում է հենց իր մոտ, եթե ինքն է ասել ինչ-որ միտեղ, ինքը արդեն գումարները կփոխանցի։ Այսինքն սա հնարավորություն է տալիս, որ որակավորում ունենա մեր շահառում։ Բայց դրանից հետո նաև պետք է մեր գործատուն իր հետ կնքի աշխատանքային պայմանագիր, այսինքն այնպես չլինի, որ գործատուն գա ասի ինձ պետք է այս մարդը, մենք հետ անենք սովորացնենք, հետո ասի կներեք, բայց ես հաստիկ չունեմ։ Դրա համար մենք ասում ենք դուք հետո ընդունում եք աշխատանքի եւ 3 ամիս մենք ձեզ վերադարձնում ենք ձեր կողմից վճարված հարկերը յուրաքանչյուր ամիս մինչեւ 50,000 դրամի սահմաններում։ Սա նաև հնարավորություն է տալիս, որ սովորածը պրակտիկ փորձով ինքը կարողանա կիրառել։ Իհարկե, անգամ եթե հետագայում տվյալ գործատուի մոտ էլ չաշխատի, կամ բոլոր նախադրյալները, որ ինքը աշխատաշուկայում արդեն կլինի մրցունակ։ Ասացիք, որ տարիքային սահմանափակում կա որոշակի, բոլոր մասնագիտությունների դեպքում տարիքային սահմանափակումը նույնն է, թե տարբեր են եւ ովքեր կարող են դիմել։ Չէ, ես ասացի ոչ թե տարիքային սահմանափակում կա այս համատեքստում, այլ աշխատունակ անձանց մասով, էլի, այսինքն նրանք ծրագրի շրջանակներում, ովքեր կենսաթոշակային տարիքում չեն գտնվում, իրենք ակտիվ կարող են այս ծրագրերից օգտվել, իսկ ուղղությունները, ինչպես ասացի, չենք սահմանափակել։ Բոլոր ուղղությունները բաց են։ Դա կան որոշակի մասնագիտության թոփեր, որոնք որ ամենաշատն են հետաքրքրում եւ շահառուներին եւ գործատուներին։ Փորձենք գոնե եռյակ կազմել, որոնք են ամենապահանջվածներից մեկ, պահանջվածները։ Պահանջվածների մեջ կնշեմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը գիտեք, այսօր արդիական ոլորտներից մեկն է։ Միգուցե ինքը top 3-ում չէ, բայց ինքը նրանցից մեկն է, որի նկատմամբ պահանջարկը կա։ Եթե մենք առանձնացնենք ավելի շատ պահանջարկ ունեցող ուղղությունները, պետք է նշեմ այն ուղղությունները, որոնք բարձր որակավորում չեն պահանջում, այսինքն շատ արագ հնարավորություն է լինում սովորելու եւ միանգամից աշխատելու, որտեղ բարձրագույն կրթություն շատ դեպքերում պետք չի գալիս, ուղղակի պետք է արագ սովորեն, հմտանան եւ անցնեն այդ աշխատանքները։ Բայց եթե դիտարկենք նաեւ բարձր որակավորում պահանջող մասնագիտությունները, ապա հաշվապահությունը, ֆինանսական ուղղվածությունը այստեղ եւս կա բավականին մեծ պահանջարկ։ Կան արդյոք վիճակագրություններ կամ արձագանքներ, որոնք որ փաստում են ծրագրի կայացման մասին կամ կան բացեր, որոնք որ գործատուն է նկատել, ձեզ ասել ես, կապը ոնց է լինում, միայն մի կողմանի բնականաբար այս ամենը չի կարող լինել, շահառուները ինչ են ասում, կան արդեն օգտվողներ, թե չկան։ Երբ որ մենք որոշում ենք մեկ նոր ծրագիր մշակենք, միշտ հաշվի ենք առնում մեր նախորդ փորձը, եւ լավ, եւ վատ բնականաբար։ Նմանատիպ ծրագրեր մենք բազմիցս իրականացրել ենք եւ այս ճիշտ է, իրենք թիրախումբը նոր է, բայց նմանատիպ ուղղություններով ծրագրեր այլ թիրախմբերի համար իրականացրել ենք։ Եվ ինչպես դուք նշեցիք, ես համամիտ եմ ձեզ այս, որ նմանատիպ դեպքերում միշտ հաշվի ենք առնում թե գործատուների, թե մեր շահառուների բարձրացած խնդիրները, իրենց առաջարկները, գոհունակությունը, ինչու՞ չէ։ Եվ ամեն անգամ երբ որ ծրագիր ենք մշակում, այդ ամենը դնում ենք նոր ծրագրի հիմքում։ Այս ծրագիրը մշակվել է այդ տրամաբանությամբ եւ բնականաբար կարծում ենք, եթե նմանատիպ այլ ծրագրեր ստացվել են, պետք է որ այս ծրագիրն էլ ստացվի։ Դեռ չի իրականացվել, որովհետեւ ծրագիրը նոր է ընդունվել, մի քանի օր առաջ, այս ամսվա մեջ է ընդունվել եւ մեր ծրագրային ընթացակարգերը հետեւյալն է։ Երբ որ ծրագրերը հաստատվում են կառավարության կողմից, դրանից հետո պետք է մենք ներկայացնենք նաեւ իրենց բյուջեները, որով կարողանանք ֆինանսավորենք ծրագրերը։ Եվ ներկայում արդեն ծրագրեր բյուջետային ծրագիր բանել առաջարկներ են մշակվել,
առաջիկայում իրենք եւս կընդունեն, որ կարողանանք ծրագրերը իրականացնել։ Սա լավ տարբերակ է պոտենցիալ գործ ունենալու համար մարդկանց։ Եվ սա վերաբերում է միայն անաշխատունակ աշխատունակ, բայց նպաստառու։ Նպաստառու խավի համար։ Չեն կարող օգտվել նրանք, ովքեր նպաստառուներ չեն, բայց պոտենցիալ օրինակ ուզում են լինել, չգիտեմ, աշխատող։ Կոնկրետ այս երկու միջոցառումներից ոչ, որովհետև սա կոնկրետ միայն մշակվել է այդ նպատակի համար։ Ունենք մենք նմանատիպ այլ ծրագրեր բազմիցս իրականացրել ենք տարբեր շրջանակի շահառուների համար եւ չմոռանանք նաեւ, որ բոլոր նրանք, ովքեր հիմա մեզ լսում են եւ աշխատանքի կարիք ունեն, փնտրում են աշխատանք, ես խորհուրդ կտամ դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Մենք ունենք բավականին մեծ բազա թափուր հաստիկների, իհարկե նաեւ e-work հարթակ նաև գրանցվեն եւ e-work հարթակով հետևեն թափուր հաստիկներին եւ մենք կարող ենք շատ դեպքերում հանդիսանալ այդ կամուրջը, ինչպես ասում են գործազուրկի եւ գործատուի, կարողանանք տեղեկատվության փոխանակմամբ նաև իրենց օգնենք, որ իրենք ընդունվեն աշխատանքի։ Միշտ չէ, որ ծրագիր պետք է իրականացնես, որ գործազուրկը դառնա աշխատող։ Մենք չմոռանանք, որ այսօր աշխատաշուկայում բավականին մեծ պահանջարկ կա աշխատողների եւ գործատուները շատ դեպքերում փնտրում են աշխատող, չեն նայում աջակցություն կա, չկա, իրենց համար կարևորը որ իրենք ունենան այն աշխատողին, ում փնտրում են։ Եվ այստեղ մենք կարող ենք իրենց լինենք նաև օգտակար, հետեւաբար թե գործատուները, թե գործազուրկները կարող են համագործակցել միասնական սոցիալական ծառայության հետ, այդ թվում նաև հենց իր տարածքային կենտրոնների հետ, որոնք թվով 49 են եւ բոլոր մարզերում կան։ Նշեցիք top մասնագիտություններ, որոնք արդի են եւ որոնցում կան թափուր աշխատատեղեր։ Արդյոք բոլոր մարզերում, այդ թվում եւ Երևանն էլ ներառենք, բոլոր տեղերում նույնն են այդ եռյակը, այսպես ասենք, top աշխատատեղերի, թե տարբեր են։ Հիմա կոնկրետ ծրագիրը երկու մարզի վրա է իրականանում, այդ մարզերի համար այս մասնագիտությունները արդիական են, թե ոչ։ Կարծում եմ այո, որովհետև նշածս մասնագիտությունները այսօր արդիական մասնագիտություններ են եւ Հայաստանում բոլոր մարզերում, բայց միշտ ցույց է տալի պահանջարկը, որովհետև մենք թողել ենք ամբողջությամբ գործատուներին, չսահմանափակելով իրենց հնարավորությունները։ Եւ կախված նրանից թե կոնկրետ տվյալ պահին գործատուն ինչ հաստիքի կարիք ունենա, մենք պատրաստ ենք հենց այդ ուղղությամբ իր կողքը լինենք։ Անկամ եթե իրենք չլինեն մեր նշած ուղղությունները, իրենք լինեն ուղղություն, որը բացարձակապես շատ քիչ պահանջարկ է վայելում, օրինակ եմ որ բայց սպეციფიկ է տվյալ մարզի համար, մենք ամեն առումով այդ պատրաստ ենք աջակցելու։ Ծրագիրը իրականացվելու է Սյունիքի մարզում եւ Կոտայքի մարզում։ Հանրագումարով մենք ունենք ստատիստիկա, քանի անաշխատունակ մարդիկ կան, ովքեր պիտի դիմեն կամ արդեն դիմել են այս ծրագրին։ Ես նշեմ, թե քանի հոգու համար ենք ցանկանում այս բանը իրականացնել, որովհետև կարծում եմ այս թիվը հետագայում կաճի ըստ պահանջարկի։ Ինչպես նշեցի, մենք երկու ծրագիր ենք իրականացնում, մեկը վարձատրվող հասարակական աշխատանքներ, այստեղ նախատեսել ենք 350 հոգու ներգրավել, առաջին որպես պիլոտային ծրագիր, հետագայում էլի կդիտարկենք, եթե պահանջարկ լինի, իսկ մյուս ծրագիրը, որը ուսուցումն է, գործատուի մոտ փորձառության ձեռքբերումն է կամ գործատուի մասնակի փոխհատուցումն է, ինքը 3 հնարավորություն կա, այստեղ նախատեսել ենք 400 հոգու համար իրականացնել, այս 400 հոգին բաշխել ենք այդ 3 ուղղությունների մեջ, այսինքն ուսուցում մոտ 70 հոգու համար նախատեսել ենք, փորձառության ձեռքբերում հենց գործատուի մոտ 130 հոգու համար եւ գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում շուրջ 200 հոգու համար, այսինքն գործատուն վճարում է աշխատավարձ, բայց մենք իր տված աշխատավարձի մի մասը փոխհատուցում ենք իրան, որը հնարավորություն է տալիս ինքը ավելի ճկուն լինի աշխատող ընդունելու ժամանակ։ Հասարակական աշխատանքների միջոցով ժամանակավոր զբաղվածության ծրագիր։ Այս ծրագրի շրջանակներում մեկ աշխատանքային օրվա դիմաց պիտի վճարվի 3500 դրամ։ Չէ՞ կարծում, որ սա ցածր է այն ալիքի համեմատ, որ հիմա համատարած թանկացումներ են, կամ գնագոյացումը ինչպես է հաշվարկվել է թե ոչ։ Հաշվարկվել է եւ հաշվարկման շրջանակներում բնականաբար տարբեր թվեր ենք ստացել, նայած թե ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկ իրականացվել, բայց հաշվի առնելով, որ վարձատրվող հասարակական աշխատանքների եթե շրջանակը դիտարկենք, կտեսնենք այնտեղ կարելի ասել ամբողջությամբ բարձր որակավորում չի պահանջում աշխատանքները կատարելու համար։ Եվ դրա շրջանակներում ենք դիտարկի այսօր աշխատաշուկայում այն մեկ օրվա աշխատանքի դիմաց վարձատրության գինը, որը վճարվում է, երբ որ կատարվում է աշխատանք, որը որակավորում կարելի ասել չի պահանջում։ Եվ եթե այո, ինչպես նշեցի,
դիտարկենք մենք ուղղությունները, բոլորը այնպիսին են, որ կարելի է ուղղակի տրամադրվել եւ սկսել այդ ոլորտներում աշխատել առանց նախնական մասնագիտության խորանալու, կրթվելու այդ ուղղություններով։ Դրա համար այդ ծրագիրը ունի ուսուցման կոմպոնենտ, որտեղ այնտեղ ընդհանրապես պետք է ավելի շատ ցանկություն։ Այս ծրագրի շրջանակներում նաև կազմակերպությունները պիտի դիմեն, ովքեր մինիմում 3 տարվա գործունեություն ունեն ծավալած։ Միջինում 10 աշխատող։ Այո, 10 աշխատող։ Որովհետև Ինչու եք նման սահմանափակում ունեցել, ավելի լայն սպեկտր ընդգրկելու կարիք չկար արդյոք։ Քանի որ ինքը հասարակական աշխատանքներ են, մեր նպատակային է, որ նաև մենք արդյունք ունենանք։ Հետևաբար ուզում ենք, որ մենք գումար ենք տրամադրելու։ Ցանկանում ենք այդ գումարը տրամադրել այն կազմակերպություններին, որոնք կարող են նաև այդ արդյունք տալ, ունենան այսինքն փորձառություն։ Դրա համար գոնե ասում ենք 3 տարի տվյալ ոլորտում գործունեություն ծավալած լինեն, որ մենք էլ ակնկալենք, որ կհաջողի այդ ծրագիրը։ Այնպես չի լինի, որ մենք նախատեսենք մի բան, հետո պարզվի, որ միասին ենք սովորում, թե դա ինչպես անել։ Եվ այդ նպատակից ելնելով նաև կազմակերպությունների պարագայում, իհարկե միայն կազմակերպությունները չեն, որ կարող են լինել ծրագրի կողմ, այլ համայնքը չէ, նաև հետևաբար եթե կազմակերպությունն է որոշում, որ մեր հետ ուզում է համագործակցել, այդ պահանջը նախատեսված է, որ տվյալ ոլորտում, որտեղ ինքը կցանկանա, որ իրականացնի հասարակական աշխատանք, գոնե ունենա փորձառություն 3 տարվա եւ գոնե ունենա միջինում 10 աշխատող։ Իսկ եթե նպաստառուն, այսպես ասած, կիրառում է ուսումնական ձևը եւ սովորում է մասնագիտությունը կամ հմտանում է դրանում եւ հետո որոշում է, որ դա այնքան էլ իրեն հարմար չի ու հրաժարվում է աշխատանքից, ինչ դրույթներ կան այս դեպքում սահմանված։ Տուժտուգանքներ կան թե չկան։ Ես կառաջարկեի առնվազն 3 ամիս չհրաժարվեմ, որովհետեւ քանի որ մեր նպատակը, ինչպես նշեցի, այն է, որ իրենք շարունակեն աշխատաշուկայում մնալ եւ պետական բյուջեի ծախսված միջոցներն էլ չլինեն անարդյունավետ, դրա միակ տարբերակը, որ նաև իրենց պարտադրենք, որ իրենք ծրագրից հետո շարունակեն աշխատել։ Եվ դրա համար նախատեսնենք այդ 3 ամիսները, որ ծրագրի ուսուցման ավարտից հետո կնքվում է այդ պայմանագիրը եւ պայմանագրով այո իրենք ունեն պարտավորություն, որ առնվազն 3 ամիս պետք է շարունակեն աշխատել, հակառակ պարագայում այդ ծախսված գումարները պետք է իրենք հետ վերադարձնեն։ Այսինքն որ կողմը որ հրաժարվեց ուսուցումից հետո աշխատանք ապահովելու կամ աշխատելու մասով, այսինքն գործատուն եթե հրաժարվում է աշխատանքով ապահովի կամ մեր շահառուն հրաժարվում է աշխատել։ Երկու դեպքում է մենք այդ պահանջը նախատեսել ենք, որպեսզի այնպես չլինի, որ զուտ միայն ինչ-որ process անենք, հետո կից թողնենք կիսա։ Ինչպես է վերահսկվում այս process-ը, պարոն Սարգսյան, ինչ-որ գործիքակազմ կա, ինչ մեխանիզմով պետք է դուք կարողանաք իմանալ, իսկապես աշխատեց թե չաշխատեց։ Շատ լավ հարց տվեցիք։ Մենք երբ որ ծրագիր ենք մշակում, միշտ դա կարևորում ենք, մոնիտորինգ ասված է։ Այսինքն պետք է նաև հետևողական լինել, թե ամեն մի դրամը, որը ծախսվել է, ինչ արդյունավետությամբ է ծախսվել եւ սրա համար նախատեսված այդ մոնիտորինգ ասված է, որի մասով կան հստակ գործառույթներ նախատեսված տարածքային կենտրոններում, որոնք պարբերաբար կան պահանջներ, որոնք էլեկտրոնային տարբերակով մենք պետք է ստանանք, կամ մենք պետք է տեղում այդ մոնիտորինգ իրականացնենք, օրինակի համար ինչ հաճախականությամբ ենք այդ դասերին գնում, արդյոք բացակայում է թե ոչ, արդյոք անհարգելի է բացակայում թե ոչ, որովհետև այդ ամեն ինչը հետևանքներ ունենալու եւ այո հնարավորինս նաեւ նախատեսված է մոնիտորինգը, որը մեզ կօգնի, որ եթե կլինեն խնդիրներ, ի սկզբանե դրա մասին իմանանք։ Հետևանքները ունենալու, կներես ասում եք, հետևանքները ունենալու գումարի վերադարձի մասին։ Գումարի վերադարձը, այսինքն գործատուին էլ եւ շահառուին էլ երկուսին էլ թե նայած թե այո, նայած թե ով է խախտել պայմանը։ Եթե նպաստառու ընտանիքից ուսանողն է աշխատունակ, այս դեպքում որևէ արտոնություններ, հնարավորություններ սահմանվում է, որ ոչ դասերին խանգարի, ոչ աշխատանքին եւ երկուսը մեկը։ Մենք նայենք ուսանող ասելով նկատի ունենք ստացիոնար թե հեռակ, որտեղ ստացիոնարները մեզ համար ծրագրի սուբյեկտ որպես այդպեսին չեն համարվում, իսկ հեռականը իհարկե կարող են համարվել։ Եվ դրանով նաև չի խաթարվի իրենց ուսման process-ը։ Քանի որ գրեթե ժամանակ չմնաց, եկեք հստակեցնենք, երբ է մեկնարկում ծրագիրը եւ երբ է ավարտվում ծրագիրը։ Ծրագիրը 1 տարվա պիլոտայնություն ենք նախատեսել, այսինքն 26 թվականի հունիս, կմեկնարկի առաջիկա երևի թե 10 օրերի ընթացքում, որովհետև ինչպես նշեցի, կարգավորումը այդպեսին է, երբ որ ծրագիրը հաստատվում է հավանության արժանուն կառավարության կողմից, դրանից հետո 10 աշխատանքային օր է տրվում, որ մենք բյուջե ներկայացնենք։ Քանի որ ծրագրերը ընդունվել են բոլորովին վերջերս, այդ 10 աշխատանքային օրերի մասով արդեն մի բյուջե ներկայացրել ենք վարչապետի աշխատակազմ եւ առաջիկայում կքննարկվի, երկրորդը, որը մի քանի օր առաջ է ընդունվել, դեռ շրջանառվում է, այսինքն մենք պետք է նաեւ կարծիքներ հավաքագրենք նույն ֆինանսների նախարարության կողմից եւ պրոցեդուրաներ
պլաններ ունենք, որի համար հենց այդ 10 աշխատանքային օրն է նախատեսված, առաջիկայում երկրորդը եւս կներկայացվի եւ բյուջեները հաստատումից հետո արդեն կարողանանք իրականացնել, բայց իրականացնելն եւ դիմելը եկեք տարանջատ։ Իրանք հիմա էլ կարող են դիմել, որովհետեւ ծրագրերը ընդունված են։ Իրականացնելը կիրականացվի մի քանի օր հետո, բայց կարող են այսուհետ արդեն իրազեկվելով նաեւ ձեր հարթակի միջոցով, ինչի համար եւս մեկ անգամ ասեմ ձեր շնորհակալություն, որովհետեւ կարևոր թեմա է մեզ համար։ Առաջիկայում իրենք կարող են դիմեն, հաշվառվեն։ Կայքնել ասեք հիմա, պարոն Սարգսյան։ Իրականացվելու են e-work հարթակի միջոցով, 3W e-work.am հարթակի միջոցով, այնտեղ որ արդեն մտնեն պատուհանները իրենց կհուշի, եթե հարցեր ունենան կարող են դիմել իրենց միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններին եւ ինչպես ասացի, մենք բոլոր մարզերում Երևանում ունենք տարածքային կենտրոններ, մեր նպաստառուները գիտեն այդ տարածքային կենտրոնների մասին, որովհետեւ իրենց այդ նպաստները այդ տարածքային կենտրոններում նշանակում եւ այլն, այսինքն իրենք հասցնելն Այն 49 գիտեն կենտրոններն էին, որ դուք նշեցիք, այո։ Իրենք տեղերն գիտեն, հասցնելն գիտեն, ընթացակարգերն գիտեն, հետեւաբար իրենց այդ մասով խնդիրներ չպետք է որ լինի իրենց մասով։ Անելով է, միայն տեղում նստելով չի լինի, եթե մի որևէ պատուհան լինում է, այդ պատուհանը կարող է մի մեծ դուր դառնալ, հետո լավ ապրելակերպը լավացնելու համար։ Մեր տաղավարում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Շնորհակալություն զրույցի համար, իսկ մենք գնանք գովազդ դիտելու։